Եվ այսպես ուշադրություն, շատ կարևոր տեղեկատվություն, միացեք մեր ալիքին եւ այս տեսանյութի տակ սեղմեք հավանել կոճակը, որպեսզի այն տարածվի եւ դուք դիտեք ամենահետաքրքիր իրադարձությունները Հայաստանին վերաբերող։ Միացյալ Նահանգների կողմից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն իսկ հասցրել են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնացումը շնորհավորել եւ կոչ անել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորինս շուտ ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Սա նաև նշանակում է, որ Միացյալ Նահանգների այս նոր վարչակազմի գալը, որոնք եկել են իշխանության այն նպատակով, որ իրանք պետք է աշխարհին բերեն խաղաղություն եւ այդ խաղաղությունը միայն ռուս-ուկրաինական հակամարտությունը չի, այլ նաև հարավային Կովկասը, մի շարք այլ տարածքներ, տարածաշրջաններ, մայրցամաքներ, որտեղ որ տարբեր պետություններ ունեն տարածքային խնդիրներ կամ այլ խնդիրներ, որոնք վերածվել են ռազմական, պատերազմական գործողությունների։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի այդ համաձայնագիրը, բայց դրանից հետո Ադրբեջանը միանգամից փոխում է իր ցանկությունների ուղղությունը եւ ասում է, որ երբեք չի ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ չի փոխվել Հայաստանի սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը որևէ ձև չի ենթադրում, չի պարտադրում, չի խոսում Հայաստանի հարևան պետությունների տարածքային ինչ-որ ցանկությունների կամ նկրտումների մասն, այսինքն մենք այդ սահմանադրությամբ որևէ մեկից տարածք չենք պահանջում, նպատակ չենք դնում մեր առաջ տարածք վերցնելու, այսինքն ի՞նչ է կատարվում։ Ադրբեջանը ասում է, որ դուք ձեր սահմանադրությամբ տարածքներ եք ակնկալում Ադրբեջանից։ Հայաստանն ասում է, մենք ոչ կռիվ ենք ուզում, ոչ տարածքներ ենք ուզում, մենք ուզում ենք միայն խաղաղություն։ Մենք կարծում ենք, որ Դոնալդ Թրամփը հարավային Կովկաս կժամանի, ոչ թե ֆիզիկապես, այլ իր ուժը այստեղ նաև կդրսևորվի, որտեղ ինքը չգնաց ոչ Ուկրաինա, ոչ էլ Ռուսաստան, բայց ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը տեսանելի է։ Ադրբեջանական իշխանությունը պետք է իր մաշկի վրա զգա, թե ինչ է նշանակում գործ ունենալ աշխարհի հզոր պետության հետ, եւ նոր այդ ժամանակ ինքը ոչ մի բանից այլևս չի կարճի ու չի ասի սահմանադրություն փոխեք, ինչ որ մարդկանց փոխեք, իշխանություն փոխեք, ժողովրդին փոխեք։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից բաներ, որը կարող է պահանջել միայն Հայաստանի ժողովուրդը։ Ադրբեջանը Հայաստանի ժողովուրդը չէ, Ադրբեջանը չի կարող խառնվել Հայաստանի ներքին գործերին, Հայաստանը անկախ պետություն է եւ ադրբեջանական իշխանությունների ձեռքերը Հայաստանում չեն կարող գտնվել։ Նիկոլ Փաշինյանի ելույթը նաև սրա մասն էր, որ սահմանադրություն չենք փոխելու, որտեղ այդ սահմանադրությունը փոխելու կարիք չունի հանուն խաղաղության պայմանագրի, որտեղ այդ խաղաղության պայմանագիրը վեր է ցանկացած սահմանադրությունից կամ օրենքներից։ Եվ իրականում մենք չենք կարծում, թե մոտակա մի քանի տասնյակ տարիների ընթացքում Հայաստանը մտադրություն կունենա հարձակվել որևէ պետության վրա կամ առհասարակ ընդհանրապես իր ապագայում որևէ պետության վրա կհարձակվի, եթե Ադրբեջանը լինի խաղաղություն, Հայաստանի ինչին է պետք հարձակվի որևէ պետության վրա։ Եվ այսպես Պուտինի հետ հեռախոսազրույց անմիջապես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունից հետո։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ ձև չի արհամարհում ռուսական կողմին, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տարածաշրջանային հարցերով քննարկումներ ունենալ նույնիսկ Ռուսաստանի հետ, իսկ ինչի ենք ասում նույնիսկ, որովհետև բոլորիս էլ գաղտնիք չէ, թե ինչպիսի վերաբերմունք կա ռուսական կողմի նկատմամբ տարբեր տարաձայնություններ, իհարկե Լեռնային Ղարաբաղում անհաջողություններ, որոնց մի մասը կապվում է հենց ռուսական կողմի գործողությունների
խաղաղությունների հետևանքների հետ, այսինքն այնպես չի, որ ռուսների համար ուշաթափվում ենք, բայց մենք զանգում ենք Պուտինին եւ տեղյակ ենք պահում այն ամեն ինչից, ինչը որ պետքա նա եւս իմանա որպես տարածաշրջանային գերտերության առաջնորդ։ Հիմա նախագահը Պուտինն է, պետքա խոսես Պուտինի հետ։ Վաղը կլինի ուրիշ նախագահ, միգուցե ավելի լավ հարաբերություններ կունենանք այդ ուրիշ նախագահի հետ եւ կխոսենք նրա հետ, բայց հաստատի այսօր Պուտինն է եւ պետքա մենք հաշվի նստենք այդ փաստի հետ։ Ռուսաստանի Դաշնությունը ասել է, որ մենք կարող ենք տրամադրել հարթակ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Իրականում դա պատմական պահ է ոչ միայն հայ ժողովրդի եւ ադրբեջանցիների համար, դա ամբողջ աշխարհի համար պատմական իրադարձություն է, երբ որ տասնյակ տարիներ թշնամությունից անընդհատ տեղի ունեցող պատերազմներից հետո երկու ժողովուրդների միջև կնքվում է խաղաղության պայմանագիր եւ շատ կարեւոր է թե որտեղ այն կստորագրվի, բայց մեր կարծիքով դա այն պայմանագիրը չէ, որ պետք է հասնենք Մոսկվա եւ այնտեղ ստորագրվի դա։ Ամենալավագույն տարբերակը կլինի Եվրոպայում, Փարիզում, Բրյուսելում, եվրոպական երկրներից որևէ մեկի մայրաքաղաքում կամ միգուցե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածում հենց սահմանի մեջտեղում տեղադրվի ինչ-որ մի հարմարեցված տնակ եւ այնտեղ այցելի Փաշինյան եւ այնտեղ այցելի Ալիևը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի վրա կնքվի խաղաղության պայմանագիր։ Դրանից լավ տարբերակ մեկ էլ Եվրոպայում ստորագրելն է, որ գոնե գիտես Եվրոպան աշխատում է, մինչև հիմա աշխատել է հայ ժողովրդի օգտին եւ հաստատ մենք Եվրոպայից քաշված չենք այնքան, ինչքան որ քաշված ենք հենց ռուսական կողմից։ Դրա համար Մոսկվայում մի քիչ ավելի ճնշված է հայկական ղեկավարությունը գնում այնտեղ բանակցությունների եւ այլն, եւ հայկական կողմը ավելի վստահ բանակցել է հենց եվրոպական տարածքներում, որովհետեւ գիտի, որ այս մարդիկ, եթե գոնե մեր կողմնակից չեն, հաստատ մեր դեմ չեն։ Ստորագրման տարբերակ կա նաեւ Վրաստանում, որպես հարևան պետություն, մոտ երկիր եւ երկու երկրների սահմանակից պետություն, եւ այնտեղ եւս այդ հնարավորությունը կա, բայց ստորագրման համար միայն ռուսական կողմն է իր առաջարկությունը արել, որ եկեք մենք պատրաստ ենք, եկեք մեր տարածքում ստորագրեք այդ պատմական պայմանագիրը, համաձայնությունը խաղաղության վերաբերյալ։ Եվ նաև այսպիսի մի տրամաբանություն կա, որ մայիսի 9-ին, երբ որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կգնան Ռուսաստանի Դաշնություն հերթական անգամ տոնելու սովետական բանակի հաղթանակը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած, այդ պատմական օրը նաև հնարավորություն կլինի ստորագրել այդ պատմական պայմանագիրը ավելի, այսպես ասած, հիշարժան դարձնելու նախ մայիսի 9-ի տոնակատարությունը եւ հետո այդ իրադարձությունը։ Խաղաղության պայմանագիրը ինչքան օգուտ է Հայաստանին, այնքան էլ օգուտ է Ադրբեջանին, բայց դա